Մենք գործ ունենք հիմնականում տուֆի կտրված շերտերի հետ, որը Երևանում առաջին անգամ չէ, որ վկայված է եւ նախկինում պեղումների ընթացքում ուրեմն հայտնաբերվել է եւ նաեւ օգտագործվել է շինարարության մեջ մինչեւ 19-20-րդ դար։ Համացանցում տարածվող Ֆիրդուսի թաղամասի պատն է քաղաքացիները ֆեյսբուքյան գրառումներով եւ հրապարակած տեսանյութերով ահազանգում էին, որ Ֆիրդուսի թաղամասում պատմական պատի շերտ են քանդում շինարարական ծանր տեխնիկայով։ Մեծ շինհրապարակում այդ պատը դժվարությամբ գտանք։ Բնակիչները պատմում են, այդ շերտի վերևի հատվածում Երևանի առաջին մսուր մանկապարտեզներ, այսինքն տուֆից պատը մանկապարտեզի հիմքում է եղել։ Գիտահետազոտական մեր կենտրոնի աշխատակիցները, հնագետները ուրեմն ճարտարապետները եղել են տարածքում արդեն փաստագրել են, դա ամենակարևորն է։ Մոտորերս արդեն կսկսեն ուսումնասիրությունը պարզելու շերտը մշակութային է, թե ոչ։ Մոտավորապես վերին շերտից 2.5 մետր ցածր է գտնում, այսինքն նրա վրա այսպես տարբեր հողային լիցքեր կան, հետևաբար այս լիցքը պետք է հեռացվի եւ այդ ընթացքում կհասկանանք, թե այստեղ ինչ հնարավոր շերտի հետ մենք գործ ունենք։ Մոտ օրերս արդեն մենք այս հատվածում աշխատանքներ կիրականացնենք։ Աշխատանքները կարող են լինել ինչպես պեղումների տեսքով, այնպես էլ հնագետի հսկողությամբ ընթացիկ աշխատանքներ։ Ուսումնասիրության արդյունքները փոխանցելու են Կրթության, Գիտության, Մշակույթի եւ Սպորտի նախարարությանը, եթե հաստատվի, որ կա մշակութային շերտ, ապա նախարարությունը առաջարկությամբ հանդես կգա։ Պատի ծավալով ու նաեւ նշանակությամբ է պայմանավորված, թե ինչքան կտևի հետազոտություն ուսումնասիրությունը, պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի ղեկավարն է մանրամասնում առանց ժամկետներ նշելու։ Երբևէ հնարավոր չէ կանխորոշել հետազոտությունների ընթացքը։ Երևանում եւ առհասարակ Հայաստանում, թե իրականում ինչի վրա ես քայլում, երբեք չես իմանա։ Տուն կառուցելիս, այգիդ փորելիս գուցե հանդիպես դամբարանի։ Կենտրոնի ղեկավարը վերջին այդպիսի դեպքերն է պատմում։ Նախորդ տարի մենք ունեցել ենք նման դեպքեր Լոռու մարզում այգեգործական աշխատանքների ընթացքում, դրա նախորդ տարի նույնպես Լոռու մարզում ունեցանք Վանաձոր քաղաքում քաղաքացին իր տան պարիսպը կառուցելիս, այսպես անմիջապես դամբարանի վրա էր հայտնվել, այն ինչ որ հնարավոր էր տվյալ պահին արդեն դուրս բերվեց եւ մենք նաեւ հատուկ շնորհակալագրով այդ քաղաքացուն պարգևատրեցինք 2022 թվականին, եթե ճիշտ եմ հիշում, Երևանի մանկական այգու տարածքում նույնպես այլ շինարարական աշխատանքների ընթացքում կառուցապատողը նկատել էր որոշակի շերտեր եւ մեր հետազոտողները հնագիտական եւ ճարտարապետական համապատասխան աշխատանքներ իրականացրին տարածքում, փաստագրելով ուշ միջնադարյան Երևանի շատ հետաքրքիր մի, այսպես ասենք, մշակութային երևույթ, մշակութային դրսևորում։ Երբ հաստատվեց, որ մշակութային շերտ է, կառուցապատողը փոփոխեց նախագիծը։ Առաջիկայում հնագիտական շերտը նաև այցելուներին հասանելի կլինի։ Յուրաքանչյուր տարի մեր աշխատանքի ծավալի մեծագույն մասը հենց սա է կազմում, այսինքն պատահական ի հայտ եկած մշակութային շերտեր։ Եվս մեկ անգամ են հորդորում նման շերտեր հայտնաբերելիս անգամ չնչին կասկածի դեպքում ահազանգել, որ մասնագետները հնարավորինս վաղ փուլում կարողանան փաստագրել, ուսումնասիրել ու պահպանության միջոցներ ձեռք առնել։ Իրնամ Կրշյան, Դավիթ Մաչկալյան, լուրեր։